Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին եւ նրա ավագ որդուն Սեդրակ Քոչարյանին ձերբակալել են արդեն կա միջնորդություն Սեդրակ Քոչարյանին կալանավորելու վերաբերյալ կադրերը, որ ձեր էկրաններին են հակակոռուպցիոն կոմիտեից են, հենց այնտեղ են տեղափոխվել Ռոբերտ Քոչարյանը եւ Սեդրակ Քոչարյանը։ Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ունեզրկելու նախորդի ուղիղ հրահանգից ժամեր հետո են դիմակավոր ուժայինները անցել գործողությունների մոտ 2 ժամ առաջ հակակոռուպցիոն կոմիտեն ծավալուն հաղորդագրություն ու տեսանյութ է հրապարակել, հայտնելով 6 մարդու ձերբակալության մասին։ Ձերբակալվածների թվում են, ինչպես արդեն նշեցի, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ու նրա ավագ որդին Սեդրակ Քոչարյանը, ահա կադրերը, որ հրապարակել է հակակոռուպցիոն կոմիտեն, գործի իբրև վերաբերում է տարբեր շինծու հիմքերով պետական սեփականությունից առանձնացված ու շոկայականից էականորեն ցածր արժեքով ձեռք բերված գույքերի։ Վաղ առավոտից խուզարկություններ են եղել Օրանժ ֆիթնես ակումբում, Play City-ից վարչանքի կենտրոնում։ Իրավապահները ներխուժել են նաև Լևոն Քոչարյանի կնոջ երգչուհի Սիրուշոյին պատկանող Պրեգոմեշ ընկերություն։ Պրեգոմեշ ընկերության փաստաբանը քիչ առաջ լրատվամիջոցներին հայտնել է, որ գործին վերաբերող որևէ բան գտնել եւ արգրավել չեն կարողացել իրավապահները փաստացի Պրեգոմեշի ցանցից։ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանքի առաջադրվել, որ կապված է նրա որպես նախագահի ունեցած լիազորությունների հետ, այդ մասին հակակոռուպցիոն կոմիտեի Բաքում լրագրողներին հայտնել է փաստաբան Արամ Օրբելյանը, կարող ենք լսել նրա խոսքից մի հատված։ Մեղադրանք է առաջադրվել, մեղադրանքը փորձեցինք հասկանալ ինչի վերաբերյալ է եւ ինչ-որ նախորդ մեղադրանքի նման նախորդի նկատի ունեմ ընտրությունների նախորդային, որ ընտրություններից հետո որ կարեցինք նա որպես նախագահ կառավարության որոշակի որոշումներ վավերացնելու հետ կապված է, ավել դետալներ այս պահին չեմ կարող ասել, բայց ինքնին արձանագրել ենք մեղադրանքի ոչ թե հիմնավոր կամ ոչ հիմնավոր լինելը, այլ այն ինչ-որ նկարագրված առաջին հանցագործություն չի, պարոն Քոչարյանի հետ որևէ առնչություն նկարագրված չի։ Սիրելի հայրենակիցներ, հիմա նորից ձեր էկրաններին են կադրեր հակակոռուպցիոն կոմիտեից, որտեղ այս պահին պետք է որ լինեն երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը եւ նրա ավագ որդին Սեդրակ Քոչարյանը։ Եթե դուք հաշտ եք առավել եւս ուրախ, որ հայրենիք հանձնողը ձերբակալել է տալիս հայրենիք ազատագրող նախագահին, ուրեմն բանականության հետ խնդիր ունեք։ Այսպիսի հայտարարություն է տարածել Ազգային ժողովի նախկին պատգամավոր ըմբշամարտիկ Արսեն Ջուֆալակյանը։ Խորհրդարանում եւս խորհրդարանական ընդդիմությունը խոսում է օրվա այս խուզարկությունների, ձերբակալությունների մասին։ Վրեժխնդրությամբ երկիր չեն կառավարում, այդպիսի երկիրը ապագա չունի վրեժխնդրությամբ առաջնորդվող ղեկավարը Ազգային ժողովի ամբիոնից հայտարարել է Հայաստան խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը։ Ազգային անվտանգության ծառայության ու հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցները, ինչպես նշել ենք վառ առավոտյան, ներխուժել են նաև երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի տուն եւ դեռ չեն հեռացել այնտեղից։ Խուզարկությունը շարունակվում է։ Քոչարյանի կինը Բելլա Քոչարյանը, նրա հարսը եւ անչափահաս թոռները տանն են։ Հայաստան խմբակցության պատգամավոր Ագնես Աղամոյանի համոզմամբ Ազգային ժողով կառավարություն հարցուպատասխանն է պատճառը, որ իրավապահները Ռոբերտ Քոչարյանի եւ նրա որդիների նկատմամբ գործընթաց սկսելու հրահանգ են ստացել։ Փաշինյանին ըստ նրա հունից հանել է Լևոն Քոչարյանի հետ տեղի ունեցած կոշտ բանավեճը, որի ժամանակ Քոչարյանը դիմելով Փաշինյանին ասել էր ժողովուրդը մեզ ասում է այդ պիղծ դավաճանը ինչու է դեռ մնում, մեջբերման ավարտը։ Այս կադրը, որ այս պահին ձեր էկրաններին է, Լևոն Քոչարյանի բնակարանի դիմացից է, տեսնում եք, որ այնտեղ ԱԱԾ դիմակավոր ԱԱԾ-ականներն են, մեր նկարանող խմբերը շարունակում են աշխատել այնտեղ։ Հայտնի է, իմ գործընկեր Ալբերտ Սերոփյանը թողարկման սկզբում հայտնեց, որ Լևոն Քոչարյանի անչափահաս երեխաները տանն են եւ խուզարկությունը սկսվել է հենց նրանց ներկայությամբ։ Սիրելի հայրենակիցներ, վերջին ամենաթարմ տեղեկությունը այն է, որ Սեդրակ Քոչարյանին կալանավորելու միջնորդություն է արդեն ներկայացվել, այլ լուրեր առայժմ չկան։
Խոսքը։